Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք մի թեմայից, որը հատկապես անհանգստացնում է տղամարդկանց 50-ից հետո կամ նրանց, ովքեր մոտ են այդ տարեքին։ Տղամարդու առողջությունը 50-ից հետո։ Որպես կանոն, տղամարդու սեռական ակտիվությունը սկսում է նվազել 45 տարեկանից հետո եւ ունի իր բացատրությունը։ Ժամանակակից պատկերացումների համաձայն այն հորմոնները, որոնք ապահովում են տղամարդու սեռական ակտիվությունը, վարքագիծը, սկսում են աստիճանաբար նվազել 40 տարեկանից հետո։ Ավելի կտրուկ սկսում են նվազել 45-ում, իսկ 50-ում արդեն սկսում են ցուցաբերել իրենց համապատասխան դրսևորումները։ Միջին թվաբանականով ընդունված է համարել, որ տղամարդու սեռական մայրամուտը սկսում է արտահայտվել հատկապես 50-ից հետո եւ կոչվում է այն տղամարդու կլիմաքս կամ անդրոպաուզա, այսինքն անդրոդադար, տղամարդու սեռական կյանքի դադար։ Իհարկե, խոսքը այս դեպքում դարձյալ այն կարևոր հորմոնի մասին է, որի մասին շատ ենք խոսել եւ այն շատ կարևոր նշանակություն ունի։ Խոսքը տեստոստերոնի մասին է եւ ինչպես ընդունված է ասել, տեստոստերոնը հորմոնների արքան է եւ արքաների հորմոնը։ Ցավոք պետք է նշեմ, որ մասնագիտական պրակտիկայում մենք նկատում ենք նաեւ սեռական կյանքի մայրամուտի ավելի վաղ դրսևորումներ։ Նույնիսկ լինում են դեպքեր, որ արդեն 30-35 տարեկանում գալիս են տղամարդիկ եւ նշում գանգատներ, որ չունեն ցանկություն սեռական կյանքով ապրելու եւ ոչ միայն չունեն ցանկություն, այլ նաեւ վերացել է հետաքրքրությունը սեռական կյանքի նկատմամբ։ Այս հարցում ինչ խոսք կան հատուկ գործոններ, որոնք եթե ժամանակին մենք չկանխենք, ապա կարող է խնդիրը այս առումով բարդանալ եւ հանգեցնել նույնիսկ միջանձնային հարաբերությունների վատ թարացման։ Մասնավորապես առանձնահատուկ ուզում եմ նշել այսպես կոչված մենեջերի համախտանիշը, որի դեպքում տղամարդու աշխատանքի եւ հանգստի ժամերը խստորեն խախտվում են եւ նա սկսում է աշխատել նույնիսկ հանգստի ժամերի հաշվին եւ հանգստյան օրերը նույնպես վերենացվում աշխատանքային օրերի եւ նա փաստորեն չի ունենում հնարավորություն վերականգնելու իր սեռական առողջությունը եւ ժամանակի ընթացքում սեռական պաշարները սպառվում են, որոնք անդրադառնում են հորմոնային համակարգի վրա եւ իհարկե առաջինը արձագանքում է հենց տեստոստերոնը։ Խոսելով կնոջ սեռական ակտիվությունից, պետք է նշեմ, որ տարիքային առումով իհարկե կան տարբերություններ եւ միշտ չէ, որ դրանք համապատասխանում են։ Որպես կանոն դասականորեն ընդունված է համարել, որ կնոջ մոտ փոփոխությունները սկսում են նկատվել, երբ սկսվում է նրա դաշտանադադարը։ Միջին թվերով դաշտանադադարը սկսվում է արդեն ձևավորվել մոտավորապես 45-ից մինչև 50 տարեկան ընկած ժամանակահատվածը։ Իհարկե սա նույնպես պայմանական է, որովհետև ինչպես ընդունված է, կարող է եւ լինել վաղաժամ, եւ որի պարագայում արդեն ոչ միայն սեռական, այլ նաեւ մյուս բոլոր դրսևորումները կարող են ավելի շուտ սկսել նվազել։ Բայց ինչ է ցույց տալիս մեր պրակտիկան։ Շատ դեպքերում տարիքային անհամապատասխանությունը տղամարդու եւ կնոջ սեռական մայրամուտների բերում է նրան, որ կնոջ մոտ նույնիսկ դաշտանադադարից հետո էլ սեռական ցանկությունը պահպանվում է։ Սա ունի իր բացատրությունը եւ բացատրվում է նրանով, որ կնոջ մոտ դաշտանադադարի ժամանակ տեղի ունեցող հորմոնային փոփոխությունները այնպես են տեղի ունենում, որ դրանից հետո նրա մոտ տեստոստերոնի մակարդակը կարող է եւ պահպանվել։ Իդեպ շատ հեղինակներ հենց դրանով են բացատրում այն թևավոր խոսքը, որի համաձայն կնոջ այդ տարիքը կոչում են բալզակյան տարիք, թեև Բալզակը ինքը նկարագրելով այդ շրջանը նկատի ուներ ավելի շատ 30-ից 40 տարեկան
կանանց, բայց մասնագիտական գրականության մեջ բալզակյան տարիքը ընդունված է համարել հենց կնոջ երկրորդ շնչառությունը նկարագրելու ամբողջ գործընթացը։ Լինում են նաև դեպքեր, երբ դաշտանադադարից հետո շատ կանայք նույնիսկ նշում են, թե բացվել է երկրորդ շնչառությունը եւ իրենց սեռական ցանկությունը նույնիսկ ավելի է կրկնապատկվել։ Սա եւս ունի իր բացատրությունը, որի համաձայն տեղի են ունեցել հորմոնային այնպիսի տեղաշարժեր, որի արդյունքում նրա մոտ ոչ թե նվազել են սեռական հորմոնները, այլ հակառակը ավելի բարձրացել։ Իհարկե, երբեմն սա առաջացնում է որոշակի տարաձայնություն ընտանիքներում, որովհետև տղամարդու մոտ նկատվող սեռական փոփոխությունները բերում են նրան, որ տղամարդը սկսում է արդեն պասիվություն ցուցաբերել սեռական հարաբերություններում, իսկ կանանց մոտ կարծես թե տեղի ունենում հակառակը, նա ունի ցանկություն եւ այդ ցանկությունը բերում է նրան, որ սպասում է հարաբերությունների, որոնք չլինելու պարագայում կարող են առաջացնել ընտանեկան կոնֆլիկտներ եւ ժամանակի ընթացքում խնդիրը չլուծելու պարագայում երբեմն կարող են նաեւ կնոջ մոտ բերել ֆիզիոլոգիական տհաճ իրավիճակների։ Կարևոր է նաեւ նշել, որ ժամանակի ընթացքում թե տղամարդու թե կնոջ մոտ սկսում են նկատվել բնավորության որոշակի փոփոխություններ, նկատվում են այնպիսի գծեր, որոնք նախկինում չեն եղել։ Սովորաբար, իհարկե, զուգընկերների կողմից այս փոփոխությունները սկզբնական շրջանում բավականին սուր են ընկալվում, դառնում են կոնֆլիկտի պատճառ, բայց պետք է հասկանալ, որ տարիքային փոփոխությունները, մասնավորապես 50-անց կամ 50-ին մոտ գտնվող տղամարդու պարագայում օրինաչափ են եւ պետք է իհարկե դրանք ընդունել շատ հանգիստ, հասկանալով, որ դա նույնպես ֆիզիոլոգիական բնականon գործընթաց է։ Պետք չէ օրինակ կոնֆլիկտի վերածել այն, որ տղամարդու բնավորության մեջ սկսել են նկատվել որոշ էլեմենտներ, որոնք նախկինում չկային, քանի որ տարիքային փոփոխություններով պայմանավորված, այդ էլեմենտները ժամանակի ընթացքում դառնում են արդեն սովորական։ Եվ ինչ պետք է անել նման դեպքերում։ Առաջին հերթին իհարկե պետք է փորձել վերացնել լարվածությունը, որովհետև եթե տղամարդը նկատում է, որ սեռական ցանկությունը առաջվանը չէ, պոտենցիան արդեն այն չէ, ինչ որ իրենք կուզենային որ լիներ, առաջին ռեակցիան դա նևրոտիկ ռեակցիան է։ Տղամարդը հասկանում է, որ ինքը արդեն ենթարկվում է ժամանակի ազդեցությանը եւ առաջանում է այսպես կոչված միջին տարիքի ճգնաժամի համախտանիշը, որի դեպքում տղամարդը արդեն սկսում է կոմպլեքսավորվել, խուսափել սեռական հարաբերություններից, հասկանալով, որ այդ հարաբերությունները չունեն նախկին որակը։ Կանանց պարագայում նույնպես իհարկե կարող են նկատվել որոշ էլեմենտներ, մասնավորապես հեշտոցի խոնավության հետ կապված, քանի որ նկատվում է ժամանակի ընթացքում ոչ միայն տեստոստերոնի, այլ նաև էստրոգենի նվազում, իսկ մենք արդեն գիտենք, որ էստրոգենը ապահովում է սեռական օրգանների խոնավացման գործընթացը։ Հետևաբար, հարգելի կանայք, ուշադրություն դարձրեք հատկապես 40-45 տարեկանից հետո նկատվող փոփոխություններին եւ եթե արդեն նկատում եք, որ հարաբերության ժամանակ նկատվում է հեշտոցային չորություն կամ հարաբերությունը տհաճ է ու ցավոտ, ապա պետք չէ դրանց համակերպվել, որովհետեւ մեր օրերում այդ բոլոր սիմպտոմները արդյունավետորեն շտկվում են եւ խնդիրը այլևս չի դառնում գլխացավանք։ Խոսելով կանանց սեռական խանգարումներից, պետք է նշեմ, որ 45-ից հետո կանայք սկսում են նաև նշել սեռական ցանկության նվազման մասին։ Դրա հետ մեկտեղ տուժում է նաև օրգազմը, քանի որ 45 տարեկանից հետո, հատկապես 50-ի նախաշեմին նկատվում է հորմոնային համակարգի փոփոխություն, կանայք եւս իհարկե նկատում են սեռական ցանկության նվազում, իսկ դրանից հետո արդեն սկսում է տուժել օրգազմի ֆունկցիան։ Կինը արդեն հասկանալով, որ սեռական համակարգը չունի առաջվա առույգությունն ու ակտիվությունը, նույնպես իհարկե սկսում է բարդությունավորվել եւ խուսափել հարաբերություններից։ Բայց սա եւս լուծելի խնդիր է եւ ժամանակի ընթացքում անցնելով համապատասխան հետազոտություններ եւ պարզելով հորմոնների վիճակը, հնարավոր է լինում այն շտկել եւ հնարավորինս երկարացնել սեռական մայրամուտը։
Որպես բժիշկ պետք է փաստեմ, որ 50-ն անց թե տղամարդու, թե կնոջ սեռական կյանքը լիովին նորմալ է եւ շատ դեպքերում կանայք եւ տղամարդիկ ամաչում են այդ տարիքում բժշկի դիմել, մտածելով, որ անհարմար է, ժամանակն արդեն անցել է, պետք է հարմարվել եւ այլն։ Այս ամենը իհարկե վերանայման կարիք ունի եւ բոլորովին կարիք չկա խնդրին համակերպվել, լռել կամ առավել եւս փորձել փակել սեռական կյանքի էջը, որովհետև նման դեպքերում խնդիրը ավելի է բարդանում եւ կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել այլ տեսակի բարդությունների։ Ինչ է պետք անել նման պարագայում։ Առաջին հերթին պետք է պատրաստվել այս տարիքին եւ հասկանալ, որ կարեւոր է ժամանակին դիմել բժշկի, ստանալ համապատասխան խորհրդատվություն եւ անցնել այն անհրաժեշտ հետազոտությունները, որոնց վաղ հայտնաբերման պարագայում հնարավոր կլինի խուսափել մի շարք տարիքային խնդիրներից եւ սեռական համակարգի հետ կապված բարդություններից։ Առանձնահատուկ կարևոր է ուշադրություն դարձնել հատկապես հորմոնային խնդիրներին, որոնք գլուխ են բարձրացնում հենց այդ տարիքում։ Եվ ժամանակակից բժշկությունը արդեն նույնիսկ ունի մշակած ուղեցույցներ, որոնց համաձայն այդ տարիքում սկսվող հորմոնոթերապիան եւ ոչ միայն հորմոնոթերապիան կարգավորում է բոլոր այն վերոթվարկյալ փոփոխություններն ու բարդությունները, որոնք գլուխ են բարձրացնում այդ տարիքում եւ զերծ է պահում մի շարք բարդություններից, որոնք հետագայում կարող են դառնալ բավականին մտահոգիչ։ Բացի այդ, իհարկե շատ կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ այն բոլոր վնասակար սովորություններին, որոնք կարող են բարդացնել ընթացքը, մասնավորապես շատ կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել սննդակարգին, օգտագործել օգտակար սնունդ, որի պարագայում հորմոնային համակարգը կլինի համեմատաբար ավելի ակտիվ, զերծ կմնան ճարպակալումից եւ արդյունքում իհարկե սեռական մայրամուտը զգալիորեն կուշանա։ Մենք մեր հաղորդումներում անդրադարձել ենք սեռական սննդակարգին եւ նշել, որ սեռական սննդակարգը ունի չափազանց կարևոր նշանակություն տղամարդու եւ կնոջ սեռական ֆունկցիայի պահպանման հարցում եւ այս պարագայում սեռական մայրամուտը հետաձգելու հարցում նույնպես իհարկե գրագետ ճիշտ սեռական սննդակարգը ունի չափազանց կարևոր նշանակություն։ Զերծ մնալ ավելորդ քաշից, փորձել ժամանակին իհարկե ուշադրություն դարձնել այն զուգակցող հիվանդություններին, որոնք արդեն գլուխ են բարձրացրել, որովհետև անտեսելով դրանք կարող ենք միայն խորացնել խնդիրը եւ ձեռք բերել հավելյալ հիվանդություններ։ Օրինակ, եթե այդ տարիքում արդեն արկա է ճնշման խնդիր կամ սրտի հետ կապված որևէ խնդիր եւ ստիպված է լինում անձը օգտագործել համապատասխան բուժում, ապա պետք է հասկանալ, որ նմանատիպ դեպքում սեռական ֆունկցիան կարող է ավելի շուտ սկսել նվազել, հետեւաբար նման պարագաներում պետք է դիմել բժշկի, որպեսզի սեռական ֆունկցիան հնարավոր լինի հնարավորինս շուտ պահպանել եւ ակտիվացնել, քանի որ կողմնակի հիվանդությունների բուժման ժամանակ ստացվող դեղամիջոցները կարող են ընկճել սեռական ֆունկցիան, բերելով սեռական կյանքի վաղաժամ մայրամուտի։ Խոսելով տղամարդու սեռական խնդիրների մասին, հատկապես 50 անցի պարագայում պետք է նշել, որ բոլոր սեռական խնդիրները գործնականում արդյունավետորեն բուժվում են։ Պարզապես պետք է հայտնաբերել պատճառը եւ դրանից հետո նշանակել համապատասխան բուժում։ Թե սեռական ցանկության խնդիրները, թե պոտենցիայի հետ կապված խնդիրները հնարավոր է բուժել, մասնավորապես եթե գործ ունենք հորմոնային համակարգի տատանման հետ եւ պարզելով օրինակ տեստոստերոնի մակարդակը, հնարավոր է այն արդյունավետորեն վերականգնել։ Սեռական թուլության հետ կապված մեզ կարող է օգնության գալ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում 5 եւ 20 միլիգրամ։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար բուժման կուրսում, իսկ 20-ը նախատեսված է պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը աչքի ընկնում իր բարձր արդյունավետությամբ եւ օգտագործելուց հետո պացիենտը արդեն աստիճանաբար զգում է պոտենցիայի կարգավորում, հատկապես եթե
կուրսը ընդգրկում է հավելյալ դեղամիջոցներ, որոնք կարգավորում են նրա սեռական առողջությունը։ Դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց մասին բժիշկը պետք է անպայման ծանոթի, եւ կուրսը ամբողջական ստանալու պարագայում ժամանակի ընթացքում սեռական առողջությունը զգալիորեն կարգավորվում է ու բարձրացնում տղամարդու ինքնագնահատականը եւ վստահությունը անկողնային հարաբերություններում։ Ուզում եմ հատկապես նշել, որ յուրաքանչյուր տարիք ունի իր գեղեցկությունն ու առանձնահատկությունը, եւ յուրաքանչյուր տարիք պահանջում է հատուկ մոտեցում։ Երբեք ուշ չէ եւ առավել եւս ամոթ չէ խոսել այն խնդիրներից, որոնք բնորոշ են այդ տարիքին, եւ կոնկրետ այս տարիքը ունի համապատասխան մոտեցում ու առավել եւս եթե դեռևս մնացել է սեռական ցանկությունը, պետք չէ այն վերջնականապես խեղդել, քանի որ դա հակասում է ֆիզիոլոգիական բոլոր այն պահանջներին, որոնք մարդը որպես կանոն ունենում է։ Քանի դեռ սեռական ցանկությունը կա, իսկ այն որպես կանոն մնում է, պետք է դրան ականջալուր լինել եւ փորձել կարգավորել, դրսեւորելով համապատասխան մոտեցում տվյալ տարիքին համապատասխան։ Ամոթի եւ բոլոր մնացած դրսեւորումներն ու կոչերը, որոնք հաճախ ես լսում եմ, միմիայն ավելի ծանրացնում են վիճակը եւ ստեղծում բավականին բարդ խնդիր, քանի որ տղամարդը ստիպված է լինում կամ այլևս չխոսել այդ խնդիրներից կամ էլ փորձել իր կարիքները բավարարել այլ տարբերակով, որն էլ հղի է մի շարք խնդիրներով։ Կանանց պարագայում եւս շատ դեպքերում մենք նկատում ենք բավականին լուրջ բարդություններ, կանայք ամաչում են, փակում են այդ էջը, որն էլ բերում է հավելյալ նևրոտիզացիայի, ինչն էլ անդրադառնում է նրանց միջանձնային հարաբերությունների վրա։ Հետևաբար իմ խորհուրդն ու կոչը՝ եղեք ականջալուր եւ երբեք մի ամաչեք ձեր խնդիրներից, անկախ տարիքից, հավատացնում եմ ձեզ, ինձ մոտ նույնիսկ գալիս են եւ եկել են ոչ թե 50 անց, այլ 60, 70, նույնիսկ 80 անց պապիկներ եւ նաեւ տատիկներ, որոնք ուզել են իրենց հարաբերությունները ավելի ներդաշնակեցնել, գուցեև առանց անմիջական սեռական հարաբերություններ ունենալու, պարզապես վայելելու այն, ինչը որ հնարավոր է վայելել այդ տարիքում։ Իսկ առջևում հետաքրքիր հարցազրույց է բժիշկ ուրոլոգի հետ։ Մնացեք մեզ հետ, վստահ եմ հետաքրքիր է լինելու։